Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր հարցեր, տարածաշրջանային նշանակության, բայց որ դրանք անպայմանորեն առնչվում են մեր երկրի կարևոր ուրեմն օրակարգերին։ Նախորդին Գյումրիի քաղաքապետը ուշ երեկոյան հանդիպել էր լրատվամիջոցներին, ըստ էության հայտարարել, որ պատրաստվում է դատի տալ կառավարությանը, խոսել են մասին, որ փաստորեն կենտրոնական բյուջեն Գյումրիին զրկում է իրեն հասանելիք միջոցներից, հավելելով, որ հեղափոխություն է սկսելու Գյումրիից, ընդդեմ գործող իշխանությունների, սպառնալով ըստ էության, որ եթե իրեն իր հետևից ընկնեն, ամբողջ աշխարհով պիտի հայտարարվեն։ Այդ բոլոր հայտարարությունները, իր բոլոր դատողությունները ուղեկցվել են հայհոյանքներով, դրանք փաստորեն նաև ուղիղ եթերում հեռարձակվել են։ Իշխանության ներկայացուցիչները երեք նաև ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի այսպես արձագանքից հետո այս ասուլիսին ի պատասխան գրառումներ էին անում արձագանքում ըստ էության Գյումրու քաղաքապետին շեշտելով, որ սուվերենության դեմ խոսողները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից ըստ էության նաև ակնարկելով, որ դրանք պետք է տեղի ունենա ընտրական գործընթացների ճանապարհով։ Սա ցավոք իմ համոզմամբ կրկնում է նույն սխալ տրամաբանությունը։ Ամեն ինչ կրկին մենք թողնում ենք ապագա ընտրություններին, փոխանակ գործի անցնենք հիմա օրենքով մինչև համապետական ընտրությունները, որովհետև ժողովրդավարությունը սպասելու տեխնոլոգիա չէ, ժողովրդավարությունը պետության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության մեխանիզմ է, սահմանադրական կարգի, կայունության, ինքնիշխանության, հանրային ծառայության էթիկայի պաշտպանության համար։ Երբ պետական պաշտոնը վերածվում է հարթակի, որտեղից պարբերաբար նսեմացվում են պետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ սահմանադրության հիմունքները, այդ վարքագիծը դադարում է լինել քաղաքական կարծիք։ Դա մտնում է իրավական գնահատականի եւ պատասխանատվության տիրույթ, դաշտ։ Այդ պահից չափանիշը ոչ թե վաղվա քվեաթերթիկն է եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, այլ այսօրվա կարգավորումները, այսօրվա օրենքները։ Պետական պաշտոնը ծառայողական մանդատ է, ոչ թե անձնական դատողությունների ամբիոն։ Հետևաբար գործող իշխանության պարտականությունն է գործել այժմ եւ այստեղ, կիրառելով օրինական բոլոր գործիքները, այդ թվում կարգապահական, վարչական, քրեական եւ քաղաքացիաիրավական։ Պետք է սկսել վարչական վարույթներից, պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման, համայնքային ռեսուրսների եւ տեղեկատվական հարթակների քաղաքական շահարկման, ատելության կամ հակասահմանադրական քարոզչության նշանների մասով։ Պետք է քաղաքապետի եւ ավականու գործունեության նկատմամբ կառավարությունը իրականացնի օրինականության վերահսկողություն, համապատասխան ուրեմն մարմինները դրա համար պատասխանատու այս դեպքում դատախազությունը եւ դրա համար պիտի պարտադիր իրավական եզրակացություններ պատրաստվեն անհրաժեշտության դեպքում դիմելով վարչական դատարան ապօրինի ակտերի ուժի կասեցմամբ պետք է սկսել ամբողջական ֆինանսա-բյուջետային եւ համապատասխանության աուդիտ, համայնքային միջոցների ամբողջ այս տնօրինման բոլոր որոշումները, պետական դոտացիաների օգտագործման վերաբերյալ բոլոր կարգադրությունները, գնումների եւ նվիրատվությունների օրինականության ուղղությամբ պետք է հատուկ ուրեմն գործողություններ եւ որոշումներ ընդունվեն։ Պետք է գործարկել հանրային ծառայողների էթիկայի եւ շահերի բախման կարգավորումները, մինչեւ ծառայողական քննություն եւ կարգապահական պատասխանատվություն, ներառյալ լիազորությունների ժամանակավոր կասեցում, օրենքով նախատեսված բոլոր հիմքերով։
Եթե խոսքը հասնում է սահմանադրական կարգի տապալման ուղղված հրապարակային կոչերի կամ բռնության սպառնալիքին, պարտադիր է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կանխարգելիչ միջոցների կիրառմամբ։ Սա այլևս քաղաքական մրցակցություն չէ իշխանության եւ ընդդիմության միջև։ Սա պետականության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանություն է, իրավական պետության նվազագույն պահանջ։ Եթե իշխանությունը կրկին ընտրում է ժողովուրդը հետո կորոշի տրամաբանությամբ, իրականում ըստ էության իշխանությունը հրաժարվում է իր սահմանադրական իմպերատիվ գործառույթից, առաքելությունից, որը է պաշտպանել անկախ ինքնիշխան պետության հիմունքները։ Ժողովրդավարական պետությունը չի կարող պատվիրակել իր պաշտպանության պարտականությունը ապագա ընտրողների կամքի վրա։ Երբ այսօր ունենք հակասահմանադրական վարքագծի ռիսկեր։ Այո, քաղաքական գնահատականը վերջնական տեսքով տալիս է ժողովուրդը իր քվեով, իր ընտրությամբ։ Բայց երբ վտանգը վերաբերում է սահմանադրությանը, պետական ինստիտուտներին եւ պետական ծառայության արժանապատվությանը, պետությունը պարտավոր է գործել մինչև ընտրությունները։ Պարտավոր է պաշտպանել իրեն ամեն օր օրենքով, ոչ թե հույսը կապելով քարոզարշավների եւ ուրեմն վարկանիշների հետ։ Այս իմաստով իշխանության արձագանքը թող ընտրությունները որոշեն։ Քաղաքականապես գուցե շատ լավ է հնչում, բայց ինստիտուցիոնալ առումով անբավարար պատասխան է։ Պետականությունը չի սպասում ընտրություններին։ Եթե այսօր որևէ պետական պաշտոնյա քարոզում է Հայաստանի անկախության դեմ, հայտարարություններ է անում Հայաստանի ինքնիշխանության դեմ, ըստ էության նսեմացնում է Հայաստանի ինքնիշխանությունը կամ օգտագործում է իր պաշտոնեական ռեսուրսը հակապետական դիսկուրս հրահրելու, տարածելու համար։ Նրա նկատմամբ չափանիշը օրենքն է անմիջապես հիմա եւ մինչեւ ընտրությունները։ Հակառակ դեպքում մենք նորմալացնում եւ շատ օրինաչափ ենք դարձնում օրենքի այս ուրեմն բացը, որտեղ սահմանադրության պաշտպանությունը դառնում է քարոզչական կարգախոս, ոչ թե պետական գործառույթ։ Մեր հստակ դիրքորոշումն այն է, որ պետությունը պետք է գործի ամբողջ իրավական գործիքակազմով, կանխելու, կասեցնելու եւ պատժելու համար հակասահմանադրական վարքագիծը, ծառայողական էթիկայից մինչև քրեական պատասխանատվություն, ֆինանսական աուդիտից մինչև վարչական դատարան։ Ոչ մի հակապետական օրակարգ չպետք է սպասարկվի ընտրությունների հաշվին։ Ամեն ինչ պետք է արվի հիմա, մինչև 2026 թվականը։ Այդպես է վարվում մեր պատկերացմամբ ինքնիշխան, իրավական եւ պատասխանատու իշխանությունը։